Այսօր մեզ է միացել Ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու, տնտեսագիտության թեկնածու դոցենտ Հայկ Վարդանյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ում եք համարում այս ընտրությունների ֆավորիտ, սկսենք դրանից։ Սամվել Կարապետյանի եւ Ուժեղ Հայաստան դաշինքին։ Հա, ինչ-որ պետք է հիմնավորեք, հա։ Ակնհայտ է, կարծում եմ բոլոր սոցհարցումները։ Ու չասեմ սոցհարցումներ, քանի որ պաշտոնական քարոզարշավի մեջ ենք, եւ գործնականում մենք ամենօրյա ռեժիմով հանդիպում ենք մեր հայրենակիցների հետ։ Տպավորությամբ եք առաջնորդում։ Մասամբ տպավորությամբ, մասամբ սոցհարցումներով, մասամբ սոցհարցումները։ Ընդհանուր կուսակցության սորտ։ Եվ կուսակցության եւ այլ սոցհարցումների արդյունքում ամիսներ շարունակ դեպի այսպես աճման միտում է նկատվում մեր այսպես վարկանիշի բարձրացման առումով եւ կրկնում եմ դրա վառ վկայությունը վերջին 10 օրերի մեր հայրենակիցների հետ շփումներն են վկայում այդ մասին։ Ձեզանից հետո ում եք տեսնում։ Ցավոք սրտի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Ահա։ Նա այստեղ կանգառնանք չգնանք այդտեղ։ Դուք ինչ Ուժեղ Հայաստանին անդամակցել, չէ՞ կուսակցություն։ Այո, կուսակցություն։ Անդամակցել, որևէ քաղաքական նախասիրություն ունեցել եք երբևէ։ Բոլոր ընդդիմադիր շարժումներին մասնակցել եմ առանց որևիցե ակնկալիքի, առանց որևէ կուսակցական պատկանելության։ Առանց կուսակցական պատկանելության։ 2018 թվականից առ այսօր մասնակցել եմ բոլոր շարժումներին ընդդիմադիր։ Բայց այսպես արժեքային համակարգի ընտրության տեսանկյունից եւ ամենահոգեհարազատ եւ որ մեր շատ-շատերիս այսպես ասեմ ժողովրդական լեզվով հոգուն հարազատ կուսակցությունը, այսպես դաշինքը, ղեկավարը, լիդերը դա Սամվել Կարապետյանն է եւ Ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Դուք գնացիք Ուժեղ Հայաստան, թե ձեզ հրավիրեցին Ուժեղ Հայաստան, այս կարևոր հանգամանք է։ Ի սկզբանե, երբ Սամվել Կարապետյանը կալանավորվեց այդ հայտնի արտահայտության համար, մենք մեր ձևով կպաշտպանենք եկեղեցին, ինձ համար ակնհայտ էր, որ ոչ թե ակնհայտ էր, այլ այսպես ինտուիցիայի բարձր դոզա կար, այսպես ասեմ, որ ստեղծվելու է մոտ ապագայում այն ժամանակ անցած տարվա մասին է խոսքը քաղաքական միավոր։ Եվ ես սպասում էի, այդ սպասողական ռեժիմի մեջ էի, որ պետք է անպայման անդամակցեմ, եւ այդպես էլ տեղի ունեցավ։ Երբ հետագայում ստեղծվեց մեր ձևով շարժումը, հասարակական, այնուհետև կուսակցությունը, ի սկզբանե հենց հունիս ամսից առաջին անգամ երբ Սամվել Կարապետյանը կալանավորվեց, այդ նախորդ տարվա հունիսից մինչ այժմ ես իմ կամքով գտնվել եմ այդ շարժման մեջ։ Այսինքն քաղաքական այդ պատմության առանցքը եղել է նշած հայտարարությունը։ Եթե դա չլիներ, այս պատմությունը չէր լինի։ Սամվել Կարապետյանը այդ մասին հարցազրույց տվել է օրեր առաջ, այո, ինքն է ասել, որ անգամ իր մտքով չէր անցնի մտնել քաղաքականության մեջ, եւ այդ հայտնի արտահայտությունը կարմիր գիծն է, ոչ թե արտահայտություն, այլ արտահայտության պատճառը կարմիր գիծն էր կապված եկեղեցու հետ, որից հետո նա որոշում կայացրեց ստեղծել քաղաքական կուսակցություն եւ մտնել քաղաքական պայքարի մեջ։ Հարգելի Հայկ, կասեք ուժեղ տնտեսություն ասելով ինչ նկատի ունեք դուք։ Ուժեղ տնտեսություն ասելով առանցքային սեգմենտ ասեք։ Ուժեղ տնտեսություն ասելով նախ եւ առաջի նկատի ունենք ավելացված արժեք ստեղծող ճյուղերը, այսինքն որտեղ կա իրական արդյունաբերություն։ Դա է տնտեսության որակը բնութագրող կողմը։ Այսինքն այսօր մենք ունենք մի տնտեսություն, որը շատ անգամներ ես դա բնութագրել եմ որպես գաղութային տնտեսություն եմ բնութագրել մասամբ, որովհետև Հայաստանի Հանրապետության տնտեսությունում գերակշռում են առևտրի եւ ծառայությունների ոլորտները։ Իսկ դա չի կարող հանդիսանալ այն հիմքը, որը կապահովի պետական պարտքի կայուն կառավարելիություն։ Ցավոք սրտի այսօր մեր իշխանությունները պնդում են, որ մեր պետական պարտքը թույլատրելի սահմաններում է, բայց անկախ նրանից դա թույլատրելի սահմաններում է թե ոչ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հատվածում հնարավոր չի լինի ունենալ կայուն կառավարելիություն։ Այսօր մեր պետական բյուջեի մոտավորապես 10% եւ ավել բաժին ընկնում միայն պետական պարտքի սպասարկմանը։ Ինչ ենք մենք ասում ենք անհրաժեշտ է ունենալ որակյալ, այսինքն որակյալ ասելով նկատի ունենք կրկնվեմ, արդյունաբերականացնել պետք է տնտեսությունը արդյունաբերականացվի, որը կապահովի պետական պարտքի կայուն կառավարելիություն։ Եվ իհարկե, երբ որ մենք խոսում ենք 300,000 աշխատատեղերի մասին, նկատի չունենք միայն արդյունաբերական ոլորտը, տարբեր ոլորտներ, որտեղ նույն հաջողությամբ մեր ծրագրերի մեջ կա նաև $1 միլիարդ ներդրում туриզմի մեջ։ Դա մեր ծրագրային կետերից մեկն է։ Եվ 300,000-ի շրջանակները մոտավորապես 80-88,000-ը բաժին ընկնելու արդյունաբերական սեգմենտին։ Որակյալ տնտեսություն ասելով դա նկատի։ Ում ներդրման մասին է խոսքը։
Ընդհանրապես ներդրումների։ Ով որտեղից։ Սամվել Կարապետյանի կապերով, այսպես տեսեք, կառավարիչը, երկրի կառավարիչի գործոնը շատ մեծ դեր ունի ընդհանրապես երկրի կառավարման տեսանկյունից, որովհետև պատկերացրեք, մատերի վրա կարելի է հաշվել ամբողջ աշխարհում Սամվել Կարապետյանի նման մարդկանց։ Սամվել Կարապետյանի նման մարդիկ շատ չեն։ Բնականաբար այդ զրոյից ստեղծված մեգա կայսրությունը, բիզնես կայսրությունը վկայում է մի բանի մասին, որ նա ունի առաջնորդական բարձր հատկանիշներ եւ երկիր ղեկավարել թե այդ մեգա կայսրությունը բիզնեսի կառավարելը դրանք համարժեք են եւ այսօր շատ երկրներ կերազային ունենային նման հայրենակից եւ մեզ բախտը վիճակվել ունենալ Սամվել Կարապետյան հայրենակից եւ ինչու՞ չէ նաեւ մեր կուսակցության լիդեր։ Ձեր նշած ներդրում իրականացնելու համար իշխանություն է պետք ունենալ Հայաստանը։ Իշխանություն առանց դրա այդ ներդրումը չի կարելի։ Չէ, այստեղ ոչ թե իշխանություն է պետք ունենալ, Սամվել Կարապետյան ամենախոշոր ներդրողն է առանց իշխանություն ունենալու, որը ստեղծել է շուրջ 45-ից 50,000 աշխատատեղեր։ Հիմա հանգամանքների բերումով նա հայտ է ներկայացնել մտնել քաղաքականության մեջ եւ երկրի համար պատրաստ է անել նույն ինչ որ ինքը արել է որպես գործարար, որպես բիզնեսմեն։ Տեսեք, այստեղ թյուրըմբռնում կա, մարզերում մարդիկ, ես չեմ մեղադրում, ինֆորմացիայի պակաս ունեն, գուցե իրենց ինտելեկտուալ կարողությունները թույլ են, բայց նման հարցադրում կա։ Իսկ ինչու չի անում, այսինքն որևէ մասնավոր անձ պարտավոր չէ անել այնքան ինչքան պետության ղեկավար պետք է անի պետության համար։ Դրանք տարբեր բաներ են եւ կրկնում եմ, որպես ամենախոշոր ներդրող նա պատրաստ է այսպես իր կարողությունները, իր այս տաղանդը պրոյեկտել պետության ղեկին։ Հարգելի, մեկ անգամ եւս սահմանը գծենք։ Դա չի վերաբերում մեր պետության ֆինանսական հնարավորություններին, դա վերաբերում է անհատի հնարավորություններին։ Չէ, անհատի հնարավորություն մի փոքր ճշգրտում, անհատի հնարավորությունները երկու մասի կարելի է բաժանել։ Հնարավորություններ, որոնք վերաբերում են իր անձնական կապերին, այսինքն համաշխարհային կապիտալը Հայաստան բերելու առումով, այդ առումով, նաև իր անձնական միջոցները շարունակել ներդնել Հայաստանի Հանրապետությունում, բայց նաև երրորդ ուղղությունը զարգացնել այնպիսի ճյուղեր տնտեսության, որը կգեներացնի լրացուցիչ եկամուտներ պետական բյուջեում։ Չի կարող միայն իր անձնական միջոցներով Սամվել Կարապետյանը պետություն ղեկավարել բնականաբար, այնքանով որքանով որ մի օրինակ բերեմ, երբ ինքը ասում է հրաժարվելու եմ վարչապետի աշխատավարձից, sense դա այդ քայլերից մեկն է, որ չունի դրա կարիքը, այսինքն որպես պետական աշխատավարձ ստացող պաշտոնյանը չի ստանալու աշխատավարձ sense իր անձնական միջոցներից։ Սա ուղղակի մի օրինակ։ Կրկնում եմ, ամփոփ եմ միտքս, ուրեմն միջազգային ներդրողներին Հայաստան բերելու առումով մեկ, իր անձնական միջոցները ներդնելը երկուս եւ իր կարողությունները, իր տաղանդը, այսպես կառավարման տաղանդ օգտագործել, որպեսզի Հայաստանում գեներացիոն լրացուցիչ եկամուտ։ Այդ ամենը անելու համար էլի ես ուզում բացատրություն լսել ձեզանից, պետք է իշխանություն ունենալ Հայաստանում։ Բնականաբար Բացի դա, իշխանություն ունենալը այստեղ միայն ինքնանպատակ չի։ Մենք այսօր անդունդի եզրին ենք կանգնած, երկիր ենք կորցնում բառեզբուն իմաստով։ Այսինքն Սամվել Կարապետյանը որպես հայրենասեր հայ, նաև այդ հայրենասիրական մղումներով պայմանավորված ցանկանում է կառավարել երկիրը, որտեղ մենք տեսանք այս տարիների ընթացքում, որ մնացած հայտ ներկայացնողները չկարողացան որևէ բան անել։ Թե 21 թվականին, թե դրանից առաջ, այսինքն մենք 30 տարի ինչ որ մի շրջապտույտի մեջ ենք եւ չի ստացվում այս փոսից դուրս գալ։ Դուք ինչ էլ ասեք, ընտրությունը ժողովրդինն է։ Բնականաբար։ Համարում եք, որ Հայաստանում հնարավոր է ընտրողի օգնությամբ հասնել հաջողության։ Անկեղծ ասած, միշտ թերահավատորեն ենք վերաբերվել, բայց այս անգամ խորանցյալ եթե անձամբ իմ տեսակետը հայտնեմ, շատ մեծ հավատ եւ վստահություն ունեմ եւ նույնիսկ պլան B չենք քննարկում շատ հաճախ, երբ որ մեզ հարց են տալիս, բա որ պարտվեք, չկա պարտություն, միանշանակ հաղթելու ենք եւ վստահ եմ մեր հասարակությունը ճիշտ ընտրություն կատարի այս անգամ։ Հաղթելու եք, որոշելու է դա ընտրողը։ Բնականաբար հաղթելու, երբ որ հոգնակիով ասում եմ հաղթելու ենք, մեր ժողովուրդը հաղթելու է։ Հաղթելու է ժողովուրդը։ Որը մեկը չի կարող առանց ժողովրդի։ Դա ավելի ճիշտ ձևակերպ։ Միանշանակ համաձայն։ Երբ ձեզ կասկածում են, որ դուք առաջնորդվում եք Հայաստանում վրացական սցենարով, կա այդպիսի զուգահեռ։ Եթե վրացական սցենար ասելով նկատի ունեն իհարկե նկատի ունեն Իվանիշվիլին։ Եթե նկատի ունեն այն, որ ինքը իր երկրի շահերից ելնելով թույլ չտվեց այդ արևմտյան, այսինքն արևմտյան ճնշումները չհազդեցին Վրաստանի վրա եւ կարողացավ նախ եկավ իշխանության, հետո թույլ եկավ իշխանության, այո, եւ հետո թույլ չտվեց եւ ապացուցեց, որ իր երկրի շահը ավելի կարեւոր է, քան որևէ արևմտյան շահ,
կապ չունի արևմուտք կլինի, արևելք կլինի, ես ընդհանրապես այսօր Վրաստանը ապացուցեց, որ կամային հատկանիշներ դրսևորեց Վրաստանի իշխանությունը։ Երկրորդը, տնտեսության առումով, եթե մենք նման ենք Վրաստանի, դրա մեջ էլ վատ բան չկա, որովհետև ի տարբերություն Վրաստանի, եթե մենք ընդամենը 2%-ով ենք օրինակ աղքատություն հաղթարել, Վրաստանը 2 անգամ այս տարիների ընթացքում։ Այս առումով վատ բան չեմ տեսնում վրացական սցենարի մեջ։